Պարոն Բեգլարյան, տևական ժամանակ է ազատության հրապարակում վրան եք տեղադրել եւ փորձում եք այսպես արցախցիների խնդիրներին լուծում գտնել։ Այսօր էլ հավաք տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարության դիմաց, այսպես որքան է դեռ տևելու իշխանության անտարբերությունը եւ այս քայլերը հերթականությամբ ինչ նպատակ են ավելի խորը հետապնդելու իշխանության, այսպես ասած, անտարբերության դեմ։ Իհարկե իշխանությունները նույնիսկ կարող եմ ասել ոչ թե անտարբեր են, այլ շատ էլ տարբեր են եւ շատ ավելի ուշադիր են մեր խնդիրների հանդեպ, բայց ցավոք սրտի հակառակ տեսանկյունից, տվյալ դեպքում եթե խոսում ենք արտաքին քաղաքական տեսանկյունից, շատ հստակ դիրքորոշում կա, որը եւ Նիկոլ Փաշինյանն է բազմիցս արտահայտել եւ արտգործնախարարության կողմից հատկապես վերջին հայտարարությամբ, որ Արցախի էջը իրենց համար փակված է եւ իրենց արտաքին քաղաքական օրակարգում չկա Արցախ, որը նշանակում է, որ ցավոք սրտի ոչ միայն զուտ անտարբեր են, այլ իրենք վնասում են մեր իրավունքների պաշտպանության հնարավորություններին եւ փակում են այդ հնարավորությունները։ Մենք կարծում ենք, որ պետք է հանրային ճնշումը մեծ լինի, հասարակական շրջանակների կողմից, արցախցիների եւ ոչ արցախցիների կողմից, քաղաքական շրջանակների կողմից եւ մենք ինքներս չպետք է թույլ տանք Արցախի օրակարգը փակել, որովհետեւ քանի դեռ կա Արցախի ժողովուրդ, լինելու է Արցախի ժողովրդի իրավունքներ եւ այդ իրավունքները պաշտպանելու անհրաժեշտություն։ Մենք լավ գիտակցում ենք, որ նույնիսկ հանրային բարձր ճնշման պարագայում հատկապես այս իշխանությունների օրոք այդ խնդիրներին համակարգային լուծումներ չեն տրվելու, բայց նաև հասկանում ենք, որ հանրային ճնշումը օգնելու է, որ թեման չփակվի, թեկուզ եւ որոշակի կիսատ քայլեր, բայց կարող են կատարվել կամ առնվազն զերծ կմնան լրացուցիչ վնասարար գործողություններից։ Դա կլինի միջազգային գանգատներից հրաժարում, Մինսկի խմբի լուծարում եւ այլն, այսինքն դեռ իրենք շատ բան ունեն անելու բացասական առումով, որ դեռ կարող են անել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործին խանգարելու համար։ Իսկ թե որքան է տևելու պայքարը, տարբեր ձևաչափերով, դա կլինի վրանով, փողոցում, տեղեկատվական դաշտում, տարբեր այլ երևացող կամ չերևացող ձևաչափերով, ես վստահ եմ, որ Արցախի այսպես ասած քաղաքասարակությունը մոբիլիզացվելու է եւ անդադ մենք պայքարը շարունակելու ենք եւ փորձելու ենք անդադ հանրային օրակարգում պահել մեր հարցերը եւ իշխանությունների վրա ճնշում գործադրել եւ գործընկերներ, դաշնակիցներ գտնել ներսում թե դրսում, որպեսզի կարողանանք փոքր քայլերով առաջ գնալ, մինչև կարողանանք ունենալ Հայաստանի Հանրապետությունում ազգային պատասխանատվություն ստանձնող իշխանություններ, որոնք արդեն համակարգային ձևով մեր իրավունքների պաշտպանության հարցերը առաջ կմղեն։ Պարոն Բեգլարյան, իշխանության ներսում այսպիսի մի խոսակցություն է պտտվում, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոլորը վախենում են արցախցիներից, մանավանդ այն ժամանակ, երբ որ բողոքի ակցիաներն ավելի են թեժանում, մարդկանց խմբերն ավելի են շատանում, դուք ինչ եք կարծում, արդյոք այս ճնշումը իրապես բերելու է այն կետին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա կամ գոնե արցախցիների անձնագրերի խնդիրը լուծի, սոցիալական հարցերը լուծի, օրինակ օրերս աջակցությունները 40+10 որոշել էին, որ պետք է կրճատել, կառավարության որոշումով երկարացրեցին։ Սա այդ ճնշման արդյունքն է եղել։ Իրական միանշանակ հանրային ճնշումը ազդում է եւ մարտի 29-ի բազմամարդ մեծ հանրահավաքն էլ իր ազդեցությունը ունեցել է եւ դրա հաշվի նաեւ տեսնում ենք, որ իշխանությունները որոշ չափով ընկրկում են։ Քանի որ այս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի իշխանությունները ընդգծված պոպուլիստական մոտեցումներ ունեն, իհարկե նաեւ հակված են շատ լուրջ մանիպուլյացիաներ անել հանրային կարծիքի հետ, տրամաբանական է, որ
փողոցի կամ հանրության ճնշումը, հանրության լայն զանգվածների կարծիքը իրենց համար առնվազն տակտիկական տեսանկյունից կարևոր է։ Բայց ցավոք սրտի ռազմավարական առումով ակնհայտ է անձամբ Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը, որը դեմ է Արցախի ժողովրդի իրավունքներին, որը դեմ է Արցախի կարևորությանը, նշանակությանը հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության համար եւ ընդգծված ժխտողականությամբ կամ մերժողականությամբ է մոտենում Արցախյան հարցին։ Սա գլխավոր խնդիրն է մեզ համար, բայց գոնե մարտավարական հարցերի կամ հաջողությունների կարելի է հասնել հանրային ճնշման միջոցով, որտեղ մեզ համար ամենակարևոր ուղղություններից մեկը ներքին իրավունքների պաշտպանության հարցն է։ Դա եւ արցախցիների դեմ թշնամանքի ատելության քարոզի վերացումն է, արմատախիլ անելն է եւ Հայաստանում Արցախի ժողովրդի համար կայուն արժանապատիվ կեցության ապահովումն է, որոնք երկուսն էլ Հայաստանի Հանրապետության իշխանություններից են, բացառապես իրենցից են կախված։ Արտաքին ուժերից, արտաքին գործոններով պայմանավորված չեն, նաև դրա համար է, որ մենք ընդգծված ճնշում ենք գործադրում այս ուղղությամբ եւ այս երկուսը մեզ համար շատ կարեւոր են ավելի երկարաժամկետ ռազմավարական նպատակների հասնելու համար, դա կլինի Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը, մեր մշակութային ժառանգության, սեփականության պաշտպանությունը, գերիների ազատ արձակում եւ այլն, որոնք միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունների կամքից չեն կախված, նույնիսկ եթե այդ կամքը լինի, որը առկա չէ, նաև միջազգային արտաքին բազմաթիվ գործոններով են պայմանավորված, աշխարհաքաղաքական բարենպաստ միջավայրով եւ այլն, բայց իհարկե անհրաժեշտ պայմանը դրա համար Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքն ու դրանից բխող արդյունավետ գործողություններն են։ Հետևաբար կարծում եմ հանրային ճնշումը այս տեսանկյունից, ներքին խնդիրները, ներքին իրավունքները պաշտպանելու տեսանկյունից, խնդիրները լուծելու տեսանկյունից շատ կարևոր եւ անհրաժեշտ գործոն է, որի համար անհրաժեշտ է ոչ միայն արցախցիների, այլ նաեւ Արցախի արժեքը հասկացող, Արցախի ցավով ապրող մեր մնացած բոլոր հայրենակիցների եւ Հայաստանում եւ Սփյուռքում բոլորիս համախմբումը եւ այդ գործնական համախմբման միջոցով ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա։ Պարոն Բեգլարյան, բացի արցախցիների նկատմամբ ունեցած ճակերտավոր անտարբերությունից, դուք նշեցիք նաև տարբերությունից, իշխանությունը նաև անտարբեր է գերիների նկատմամբ եւ կոնկրետ չի խոսում գերիների մասին, բայց ամեն պատեհ պահի փորձում է նրանց անունը գցել, սևացնել եւ Նիկոլ Փաշինյանը ամեն ասուլիսին գրեթե ասում է, որ մենք գերիների մասով աշխատանքներ տանում ենք, սակայն այդ աշխատանքները երբեք ոչ միտեղ չի տեսնում։ Այսօր էլ արտաքին գործերի նախարարության դիմաց ցուցարարներից ասացին, որ Ռուբեն Վարդանյանն ավելի համարձակ ելույթներ է ունենում Բաքվի բանտից, քան Նիկոլ Փաշինյանը կառավարությունից։ Դուք սա ինչպես կմեկնաբանեք։ Ցավոք այո, գերիների մասով բավարար աշխատանք մենք չենք տեսնում Հայաստանի իշխանությունների կողմից, ինչ որ հատվածական կծկտուր գործողություններ եղել են, որոնք նաև որոշ չափով գործնական արդյունք ապահովել են, բայց դա ընդհանրապես այն չէ, ինչ որ իրենք պետք է անեն։ Գլխավոր անելիքը նախ բացառել վնասարարությունը եւ գերիներին վնասող կամ գերիների պաշտպանությանն ու ազատ արձակման նպատակներին վնասող որևէ գործողություն չանել։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնյա վարչապետից մինչև ամենաներքևի օղակ իրավունք չունի որևէ ձևով վիրավորել, հարվածի տակ դնել, ծաղրել, որևէ ձևով հեղինակազրկել Բաքվի բանտերում տառապող, խոշտանգվող մեր գերիներին, որևէ մեկին, Ռուբեն Վարդանյանին կլինի, նախկին նախագահներին, Դավիթ Իշխանյանին, թե մնացածին։ Երկրորդը մենք տեսնում ենք, որ ակնհայտորեն
տարբեր իրենց հայտարարություններից ելնելով առնվազն ռազմաքաղաքական ղեկավարության պարագայում Բաքվի բանտում գտնվող շահագրգռվածություն չկա Հայաստանի իշխանությունների մոտ, որ նրանք վերադառնան։ Այսինքն, եթե իրենք տարբեր բամբասանքներ են տարածում, տարբեր վնասող հայտարարություններ են անում ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ, մահացու մեղքեր են վերագրում եւ այլն, ինչպես կարող ենք մենք մտածել, հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ կամ իշխանությունները հավաքական առումով հետաքրքրված են նրանց վերադարձով։ Ինքնին արդեն այստեղ շատ բնական հարցեր են ծագում, թե արդյոք նրանք որևէ մասնակցություն, ներգրավվածություն կամ շահագրգռվածություն ունեցել են նրանց առևանգման եւ բանտարկման հարցում եւ այլն։ Իսկ երրորդը մենք գործնական քայլեր ենք ակնկալում, որոնց վերաբերյալ այսօր արտգործնախարարության առջև մեր խորհրդի անունից հստակ պահանջագիր հրապարակվեց եւ գործողություններ ներկայացվեցին, որոնք այն առնվազն անելիքներն են ԱԳՆ-ի եւ կառավարության կողմից, դա կլինի ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը գործարկել, միջազգային դիտորդական խմբեր կամ դեսպանատների կողմից ներկայացուցիչներ ուղարկել, այնտեղ շինծու դատավարություններին հետևելու կամ հյուպատոսական երրորդ երկրի հյուպատոսական ծառայության հասանելիության հարց լուծել Շվեյցարիայի կամ այլ երկրի կողմից եւ մի շարք այլ գործողություններ, որոնք նվազագույն անհրաժեշտ անելիքներն են, որոնք արտգործնախարարությունը չի կատարում։ Եվ նաեւ այս անգործությունը հստակ ցուցիչ է մեզ համար, որ բավարար շահագրգռվածություն իրենք չունեն։ Էլ չասեմ, որ գերիների վերադարձը պետք է լինի այսպես կոչված խաղաղության գործընթացի եւ միջպետական համաձայնագրի ստորագրության նախապայման, ոչ թե միջպետական համաձայնագրում պետք է ներառված լինի որպես դրույթ, այլ ինչպես այսպես ասենք, Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը որպես նախապայման, նույն ձևով Հայաստանի Հանրապետությունը շատ ավելի հիմքեր ունի հակամարտության էջը փակելու համար նախապայման առաջադրել բոլոր գերիների վերադարձը, ազատ արձակումը, բայց չեն անում, չգիտեմ ինչու կամ գիտեմ ինչու ուղղակի պետք է մեկնաբանել եւ մի շարք այլ գործողություններ էլ կան, որոնք նրանք կարող են անել, որոնք մենք հրապարակեցինք այսօր պահանջագրով։ Եվ սրանց կատարման համար կամ մի մասի կատարման համար հանրային ճնշումը անհրաժեշտ պայման է եւ որքան մեծ հանրային ճնշում լինի, իրենք այնքան շատ գործողություններ կանեն մեր գերիների վերադարձի համար։